Պարբերաբար բախվում եմ իրավիճակների, որտեղ պատմամշակութային վայրերը վերահսկողության տակ, ճիշտ վերահսկողության տակ չեն գտնվում, օրինակ 17-րդ դարի Նորքի կամուրջը, որը չգիտես ինչպես հայտնվել է Մասնավորի տարածքում, բայց այս պահին կոնկրետ ուզում եմ բարձրաձայնել մի խնդիր, Կարմիր բլուրի հնավայրի ցանկապատման խնդիրը։ Այնտեղի վարիչը պարբերաբար բարձրաձայնել է այդ խնդրի մասին, բայց խնդիրը լուծում չի ստացել։ Երբ եւ ինչպես կարող է խնդիրը լուծում ստանալ։ Շնորհակալություն։ Մշակույթ, ուր է մշակույթը մեր։ Մշակույթը որոշել է, որ կարա չկա։ Միջանկյալ Տիկին Բուղայան, ասեմ, որ Երևան թիմնորարենքով սահմանվում են նոր կառուցակարգեր, որոնք որ նույնիսկ եթե հուշարձանը պատմամշակութային հուշարձանը պատկանում է Մասնավորին, այդ պարագայում նույնպես Երևանի քաղաքապետարանը լիազորությունները ունենալու, պարտավորեցնելու սեփականատիրոջը պահպանել հուշարձանը իր նախնական տեսքով եւ ձևով եւ համապատասխան արդեն օրենքի, այսինքն մենք ունենալու ենք որոշակի գործիքակազմ նմանատիպ դեպքերը շատ տենց կոշտ վերահսկելու եւ տուգանքները բավականին մեծ են լինելու այդ դեպքերի մասով ու Կարմիր բլրի մասով, քանի որ կդժվարանամ հիմա հարցին արձագանքել, բայց Ժորժ ջան, մատ հասկանանք մեր մշակույթ ուր է գնացել, այսօր միջոցառում չունենք ոնց որ բալետը մյուս ամիս է։ Ժորժ ջան, մատ կանչեք մեկնում եկա, ասենք 3-րդ անգամ ասում եմ։ Տիկին Բուղայան, ուրիշ հարց ունեք, հեսա որ վերադառնան գան դալիճ բան կանենք, անդրադառնանք հարցին։ Մանուկ Սուքյասյան։ Հələ մի հատ է դալիճ ու մովկա ներս կանչեք, թող կան կանգնեն այստեղ։ Մանուկ Սուքյասյան։ Սպասեմ կան, թե ոնց։ Էսա մտնում են։ Դա իմ հարցը իրանց չի վերաբերում, հացտամ հետո մյուս։ Այ բարով եք գալի։